Նոր ուսումնական տարին Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում։ Բացման արարողությանը մասնակցեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։ Իսկ մինչ նա կժամաներ դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը եւ կառավարության անդամները դպրոցի բակում երկար սպասեցին։ Հետո հայտարարվեց Աբրահամյանը մոտենում է եւ ըստ արարողակարգի բոլորը զբաղեցրեցին իրենց տեղերը։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Աշոտյանին եւ դպրոցի տնօրենին, որից հետո հյուրերը շրջեցին վերանորոգված դպրոցում։ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե տնտեսության իրավիճակի եւ հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չկան։ Աբրահամյանն արձագանքում է, հեռանկարներ կան։ Բոլորը հասկանում են, նաեւ երկրորդ նախագահան առավելս, որ դրա համար ժամանակ է պետք, որպեսզի մենք արձանագրենք հաջողություն։ Նույն այդ ճանապարհը նաեւ անցել ենք մենք երկրորդ նախագահի հետ։ Հիշեցնենք, ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում Քոչարյանն ասել էր, որ անհրաժեշտ է առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնել, ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես մանրի եւ միջինի համար։ Դրան հնարավոր չի հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման եւ ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման, ասել էր Քոչարյանը։ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան հնարավոր այցին եւ նշեց, որ այցը տեղի չի ունենա։ Եվ իրենք հոկտեմբերի 10-ին, ինչպես բոլորը գիտեք, Նազարբայևը հայտարարել հավաքվելու են նախագահների նիստում։ Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 8-ից 9 նախատեսված էր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան։ Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի հայտարարությանը, թե հնարավոր է Ղազախստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միության կազմից, ապա ըստ Հովիկ Աբրահամյանի խնդիրներ չկան եւ առավել եւս դրանք կապված չեն Հայաստանի անդամակցության հետ։